շատ ավելի կարևոր է դառնում հմտությունները եւ կարողությունները։ Ուսանողը բուհը ավարտելուց հետո չմնա փաստի առաջ։ Մենք պետք է կարողանանք կանխատեսենք, Որովհետեւ այսօր մենք նաեւ այդ խնդիրը շատ ունենք Հայաստանում։ Փորձում ենք նախ ուսանողին մատուցվող ծառայության որակը բարելավել։ Ինչ անել, օրինակ, որ ուսանողը լինի մոտիվացված, որ ինքը աշխատաշուկայում մրցունակ լինի։ Կրթությունն այսօր ոդկասթի հերթական եթերի ընթացքում կզրուցենք Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի տնօրեն Կարեն Պետրոսյանի հետ։ Պարոն Պետրոսյան, շնորհակալ եմ այսօր մեզ հյուրընկալվելու համար։ Շնորհակալություն հրավերի համար։ Պարոն Պետրոսյան, խոսելով բուհական կրթության մասին, ինչ հիմնական մարտահրավերներ կնշեք այսօր Հայաստանում բուհական կրթության վերաբերյալ եւ եթե հնարավոր է մի փոքր ներկայացրեք ներկայիս վիճակը բուհական կրթության։ Տեսեք, ընդհանրապես կրթությունը մենք սովորենք դիտարկելու որպես գիտելիք ստանալու գործընթաց, բայց այսօր կրթությունը կանգնած է շատ հետաքրքիր մարտահրավերների եւ հնարավորությունների ճանապարհին։ Կար ժամանակ, որ գիտելիքը ավելի հասու էր այն երկրներին, ովքեր գիտության մեջ մեծ ռեսուրսներ էին ծախսում։ Արևմուտքն էր, եվրոպական շատ երկրներ, սովետական միությունը քիչ ռեսուրսներ չէր ծախսում եւ նոր հայտնագործությունները հասանելի են դառնում երրորդ երկրներին, մեր նման երկրներին ավելի ուշ, մի քանի տարի հետո եւ արդեն երբ որ մենք սերդում ենք այդ հասած գիտելիքը, առաջավոր երկրները գիտելիքի մեջ ավելի առաջ էին անցնում։ Եվ ստացվում է, որ զարգացած կրթությամբ կամ զարգացած գիտությամբ երկրներում ուսանելը շատ ավելի անհրաժեշտ է դառնում, քան այն երկրներում, որտեղ գիտելիքը ավելի ուշ էր հասնում։ Հիմա ստացվում է մի իրավիճակ, որ արհեստական բանականության պայմանավորված, տեխնոլոգիաներով պայմանավորված գիտելիքի շարժը շատ արագացել է։ Այսինքն մենք ստանում ենք արդեն գիտելիքի այնպիսի ծավալ, որը հասանելի է եւ ամերիկյան, եւ եվրոպական, եւ նաեւ ռուսական գիտական շրջանակներին։ Հետևաբար շատ մեծ ներուժ է հիմա գեներացվում, որ մենք օգտագործենք պահը եւ այդ հավասար պայմաններում փորձենք առաջ անցնել։ Այսինքն բուհը իր առջև պետք է խնդիր դնի, որ առաջանցիկ տեմպերով վերցնելով արդեն տեխնոլոգիաներով մեզ հասու դարձած գիտելիքի մակարդակը, դա տեղայնացնի իր ուսանողների շրջանակում։ Բայց գիտելիքը միայն մի կոմպոնենտն է, որովհետև այսօր շատ ավելի կարևոր է դառնում հմտությունները եւ կարողությունները, որովհետև երբ որ դու գնում ես ինչ-որ միտեղ, իրենք չեն հարցնում դու ինչքան գիրք ես կարդացել, ինչ գիտես։ Հիմա գիտելիքը նույն տեխնոլոգիաների միջոցով հասանելի է մեզ։ Մենք կարող ենք որոնողական համակարգերում, Google-ում, հիմա նաև արդեն արհեստական բանականության տարբեր հավելվածների միջոցով անսահման գիտելիք ստանալ։ Բայց այդ գիտելիքի կիրառությունը, այդ գիտելիքի մերը դարձնելու կարողությունը, սա արդեն բուհի գլխավոր խնդիրն է դառնում։ Հետևաբար մենք կարծում ենք, սա մեր բուհի մոտեցումն է եւ մենք վերջին մի ամսում երևի 3 քննարկում ենք արդեն այս թեմայով ունեցել։ Ուսանողների հետ։ Եվ ուսանողների հետ, եւ վարչական անձնակազմի, եւ դասախոսների։ Մեր մոտեցումն այն է, որ բուհը պետք է դառնա փորձարարական լաբորատորիա, մեծ փորձարարական կենտրոն, որտեղ բուհը բիզնեսները, այսինքն գործատուները եւ ուսանողները իրար հետ պետք է ներգրավեն կոնկրետ պրոյեկտների, ծրագրերի իրագործման եւ այդ ընթացքում բիզնեսը պետք է ունենա իր օգուտը, պետք է իր խնդիրները լուծվի, ուսանողները պետք է ունենան իր օգուտը, այսինքն իրենք պետք է ձեռք բերեն պրակտիկ կարողություններ եւ հմտություններ, բուհը դառնալով այս երկուսի կապող օղակը պետք է իր առաքելությամբ եւ աջակցի ուսանողներին եւ աջակցի բիզնեսին, ինչու՞ չէ նաեւ աջակցի համայնքային զարգացմանը։ Այսինքն բուհերը դառնում են քիչ-քիչ կրթական, այսպես ասած, սովորեցնող կառույցներից դառնում են կառույցներ, որտեղ հավաքվում են բոլոր խաղացողները եւ բիզնեսը, գործատուները, համայնքային տարբեր կառույցներ, ուսանողներ եւ իրենք իրար հետ սկսում են ստեղծել 3 կարևոր պրոդուկտ,
Պրոդուկտ համար 1 դա բիզնեսի լուծված խնդիրներն են, պրոդուկտ համար 2 դա համայնքային լուծվող կամ լուծված խնդիրներն են, պրոդուկտ համար 3 դա ուսանողի հմտություն եւ կարողություն ունենալն է։ Այլ կերպ ասած կարող ենք ասել, որ այս մոտեցումը նաև նպաստում է նրան, որպեսզի ուսանողը բուհը ավարտելուց հետո չմնա փաստի առաջ եւ հեշտ կարողանա աշխատաշուկայում կողմնորոշվել ու աշխատանք գտնել նաև։ Շատ ճիշտ դիտարկում եք անում։ Տեսեք, ես չպետք է վախենամ այսօր մի քանի սուր հայտարարություններ անելուց, դա կարող է ընկալվել քննադատական եւ ես դրանից նույնպես չեմ վախենում։ Բայց իմ ներքին համոզումը, որ 26-27 թվականին աշխատաշուկան էական փոփոխության է ենթարկվելու։ Որովհետև արհեստական բանականությամբ պայմանավորված, տեխնոլոգիաներով պայմանավորված, թվայնացման պայմանավորված, ավտոմատացման պայմանավորված, թվային համակարգերի կամ ինժեներինգի տարբեր լուծումներով պայմանավորված մենք ունենալու ենք շատ աշխատատեղեր, որտեղ մարդկային գործոնը էլ պետք չի լինելու։ Անշուշտ այդ աշխատողները կարող են ավելի ստեղծարար, կրեատիվ լուծումներով այլ առաջարկներ անեն տվյալ ընկերություններում։ Բայց այն, որ աշխատաշուկան էական ցնցումների եւ փոփոխությունների է ենթարկվելու, դա ագներև է։ Եվ ցանկացած բուհի խնդիր պետք է մեր գյումրվա բարբառով ասած գլխից մենք պետք է կարողանանք կանխատեսենք 2030 թվականի աշխատաշուկան, որովհետև այս տարվա ընդունվածը 26 թվականին ընդունվածը 26-27 ուս տարվա ընդունվածը ինքը հավարդում է 30 թվին։ Այլ կերպ ասած ժամանակավրեպ չպետք է լինի, որովհետև այսօր մենք նաև այդ խնդիրը շատ ունենք Հայաստանում, երբ դու ընդունվում ես 4 տարի սովորում ես բուհում, բայց մինչև քո ավարտելը արդեն բարձում է քո սովորածը հնացած է լինում։ Հենց այդ եմ ասում, տեսեք, եթե վերցնենք հիմա 4-րդ կուրսի ուսանողը, որ առաջի կուրս էր, այն ժամանակ գոնե արհեստական բանականության հմտություն կարողությունը չկար։ Ճիշտ։ Այսինքն մենք առաջի կուրսում իրեն այդ գործիքները չենք սովորեցրել, բայց ինքը որևէ տեղ որ հիմա գնա աշխատելու, իրենից դա պահանջելու են։ Ուրեմն մենք փորձում ենք հիմա հասկանանք, թե երբ որ ուսանողը ավարտի, մենք իրեն ինչ զենքերով պետք է օժտենք, աշխատանքային զենքերով, այսպես ասած, պետք է օժտենք, որ ինքը աշխատաշուկայում մրցունակ լինի, որովհետև մեր կարգախոսը ոչ թե պատրաստում ենք շրջանավարներ, այլ մասնագետներ։ Եվ այս առումով հիմա մենք մեծ կոնցեպտ ենք գեներացրել մեր թիմով, որը կոչվում է շրջանավար 2030 եւ մենք այստեղ դրել ենք այնպիսի կարողություններ, հմտություններ եւ գիտելիքներ, որոնք նրանց օգնելու է, որ իրենք աշխատաշուկայում մրցունակ լինեն։ Ես դիմել եմ Մայրբույրի ռեկտորին, որ մեր հաստիկացուցակում փոփոխություն անենք եւ հիմա մենք ունենալու ենք թվային վերափոխման, ավտոմատացման եւ համակարգման հաստիկ։ Սա բացառիկ բան է հայկական պետական կառույցների մեջ նման հաստիկը, բայց այդ հաստիկը այսօր անհրաժեշտություն է, որովհետեւ այսօր արդեն ավելի քան տասնյակ պրոյեկտներ հենց հիմա այդ աշխատակիցը ով ուրիշ հաստիկում է հիմա աշխատում, ինովացիայի եւ ստարտափի զարգացման հաստիկում է աշխատում, արդեն ավելի քան 10 պրոյեկտներ մենք իրար հետ անում ենք, որ գործընթացները լրիվ ավտոմատացնում ենք։ Օրինակի համար հիմա աշխատում ենք նրա վրա, որ մի շաբաթ հետո կամ մի ամիս հետո մաքսիմում մենք ունենանք մի համակարգ, որտեղ ուսանողը դիմում գրելով միանգամից 5 րոպեվա ընթացքում իր դիմումի պատասխանը տեղեկանքի պահով, տեղեկատվություն ստանալու պահով անմիջապես կստանա իր մեյլին։ Որը նաև հեշտացնում է թե սպասելու ընթացքը, թե աշխատանքները։ Ինքը մենք փորձում ենք նախ ուսանողին մատուցվող ծառայության որակը բարելավել, հետո մենք մեր աշխատակիցների համար խնայում ենք բավականին մեծ ժամանակ, որ իրենք ավելի ստեղծագործ աշխատանքով զբաղվեն եւ փորձեն բուհի համար զարգացման ավելի օրակարգ սպասարկել եւ քան տեխնիկական աշխատանք։ Եվ գիտեք, այդ ավտոմատացումը նաեւ համակարգերի ստեղծումը ինքը բերելու է այսպես ասած կրկնվող աշխատանքի շուկայից դուրս մղում, որովհետև դա արդեն անելու են համակարգերը։ Եվ այս առումով նորից եմ կրկնում, գերկարևոր է, որ դու քո ուսանողին այնպիսի գիտելիք, հմտություն, կարողություն տաս,
որ ինքը կարողանա շուկա մրցունակ լինի։ Հիմա ես մի քանիսը դրանից կարող եմ ասեմ։ Պարոն Պետրոսյան, այստեղ նաև մի այսպիսի հարց է առաջանում, սովորաբար երիտասարդները ցկտում են կամ գնալ սովորել մայրաքաղաքում կամ ցկտում են գնալ եւ արտասահմանում սովորել, շատ ժամանակ մեկնաբանելով, որ մարզերում աշխատաշուկայում չեն գտնում իրենց տեղը, կամ պարզաբանելով, որ օրինակ մարզերում դժվար է երիտասարդի առօրյան ապահովել։ Այն ինչի մասին փոքր առաջ դուք խոսում եք, նաև կարելի ասել, որ ապահովելու է աշխատաշուկայում, որպեսզի երիտասարդը բուհը ավարտելուց հետո կարողանա աշխատանք գտնել, եւ նաև այսպիսով իր ուսանողական առօրյան է շատ ավելի հետաքրքիր դառնում, որովհետեւ արդեն համատեղվելու է պրակտիկան տեսականի հետ։ Եվ ինչ անել, օրինակ, որ ուսանողը լինի մոտիվացված, նաև դասախոս է, որովհետև այն ինչ մենք խոսում ենք, բնականաբար պետք է նաև պատրաստ լինի ուսանող ընդունել եւ նաև դասախոսները պատրաստ լինեն նոր մոդելով շարժվել։ Ինչ կասեք այս հարցի վերաբերյալ։ Տեսեք, ընդհանրապես կրթության ոլորտը ինքն էլ է մրցակցային ոլորտ եւ ցանկացած ուսանող ինքը որոշում է ելնելով որոշակի չափանիշներից, թե ինչպես ընտրել բուհը։ Այն օրակարգը, որ մենք այսօր խոսում ենք, մեր բուհի տարբեր աշխատակիցներ, միջազգային եւ տեղական հարթակներում խոսում են, դա շատ նույնիսկ զարգացած բուհերի համար նորույթ է։ Այսինքն մենք այսօր ոչ միայն հայաստանյան, երևանյան բուհերին, մեր տեսլականով եւ մեր այսօրվա առաջարկվող կրթական ծառայության ոչ միայն չենք զիջում մայրաքաղաքային բուհերին, չենք զիջում նաև շատ եւ շատ միջազգային բուհեր։ Այսինքն մենք լրիվ նոր օրակարգ ենք բացել եւ ես նորից եմ ասում, այս օրակարգը բացվել է, որովհետեւ տեխնոլոգիաների շնորհիվ մենք այսօր արդեն մեկնարկային հավասար հնարավորություն ունենք նույնիսկ առաջավոր համալսարանների հետ։ Օրինակ, եթե top համալսարաններում ուսման վարձը 80-ից 100,000 դոլար է, իսկ մեր մոտ 1200-1300 դոլար է, դա չի նշանակում, որ իրենք 70 անգամ մեզանից լավ կրթություն են տալիս։ Ես ձեզ վստահեցնում եմ, որ ոչ թե դա անկամներով է, իրենց եւ մեր կրթական որակի տարբերությունը, այլ կարող է լավագույն դեպքում եւ որոշ կոմպոնենտներով լինի տոկոսներով։ Այսինքն, այստեղ կարևորը բուհը ինչ է առաջարկում եւ ինչպիսի տեսլական ունի ուսանողի հետ աշխատանքի։ Հիմա այո, դուք ճիշտ նկատեցիք, երբ որ դուք սկսում եք ուսանողին ներգրավել տարբեր գործընթացներում, ինքը ավելի մոտիվացվում է։ Իսկ պատրաստ են իրենք, ինչպիսին է այսօր ուսանողը։ Մենք հենց այս պահին ունենք կոնկրետ երկու ծրագիր, օգնական ծրագիր, որը գնում են եւ գործատուի մոտ իրենք 2 ամիս օգնական են աշխատում։ Պրակտիկ խնդիրներ են լուծում գործատուի հետ։ Եվ ունենք օգնական պլյուս, որ մենք թիմ ենք ստեղծում, 5 հոգի թիմի մեջ ուսանող, 1 հոգի մեր կողմից մենտոր, իրենք աշխատում են ընկերության ղեկավարի հետ եւ ղեկավարը բերում է խնդիրներ, այդ թիմը այդ խնդիրները լուծում է ղեկավարի համար։ Եվ հավատացնում եմ ձեզ, 2 պրոյեկտում էլ թափուր տեղեր չկան։ Շատ ավելի շատ են դիմողները, քան ծրագրին մասնակիցները, մենք միշտ ընտրություն ենք անում եւ այդ ընտրությամբ արդեն անցած ուսանողները իրանք գնում են ներգրավում են այդ պրոյեկտները։ Բայց հիմա մենք արդեն մեր տնօրինությունում քննարկել ենք եւ եկող սեմեստրից բոլոր առարկաները, բոլոր, որտեղ կա պրակտիկ կոմպոնենտ, ուսանողները պետք է պրակտիկ խնդիր լուծեն։ Օրինակ, այն առարկաները, որ ես եմ դասավանդում, ուսանողը ինքը կոնկրետ օրինակի վրա է քննությունը պատասխանում։ Այսինքն քննությանը ինձ տեսականը շատ քիչ կարևոր է։ Տեսականից զատ ինքը տեսական հարցը պետք է կոնկրետ օրինակի վրա մեկնաբանի եւ այդ կոնկրետ օրինակը պետք է լինի գործող կազմակերպություն։ Եվ այս համատեքստում ուսանողը ուրել գնա սովորի, թող սովորի այնպիսի միջավայրում, որտեղ ինքը դիտվում է որպես գլխավոր արժեք, որտեղ իրեն փորձում են դարձնել մասնագետ, որովհետև եթե ինքը ընդամենը անվան կամ զուտ, ասենք Երևան կամ զուտ այլ երկիր գնալու համար, ես այդքան չեմ կիսում։ Մանավանդ, տեսեք, գյումրեցիները իրենք մենք կոնսերվատիվ քաղաք ենք։ Մեր ընտանիքները ավելի պահպանողական են, աղջիկների նկատմամբ ծնողների հոգածությունն ու անհանգստությունը ավելի մեծ է եւ այս առումով ես կարծում եմ որ ճիշտ է որ բակալավրիական կրթությունը Շիրակի ուսանողը անցկացնի հենց Շիրակում, որովհետեւ դա իր սոցիալական միջավայրն է, ինքը դեռ մեր մոտ 16-17 տարեկան է, այնքան էլ հասուն չի, եթե արտասահմանում ինքնուրույնությունը սկսում է 13-14 տարեկանից, մեր մոտ
այդ ինքնուրույնությունը երբեք չի սկսվում։ Մենք մեր ծնողների համար միշտ երեխա ենք։ Եվ այս առումով ես կողմ եմ, որ բակալավրական կրթությունը մեր աշխարհայացքի եւ պահպանողական որոշակի մոտեցում ունեցող ուսանողները, շրջանավարները դպրոցի սովորեն մեր մոտ, այսինքն ներքին միջավայրում, հետո մագիստրատուրան ուզում են, որովհետև եւ արդեն մագիստրատուրային իրենք ավելի կայացած են, ավելի պատրաստ են եւ իրենք կարող են նույնիսկ արդեն մեկնել արտասահմանում սովորել, մայրաքաղաքային բուհեր եւ այլն։ Այս առումով կարծում եմ, որ ելի եմ կրկնում նպատակահարմարությունը ես նույնիսկ իմ քրոջ երեխաների հետ որ այս թեմայով խոսել եմ, ես իրենց հորդորել եմ բակալավրական կրթությունը մեր մոտ եւ հավատացեք իրենք այդ առումով դժգոհ չեն, ոչ ման չեն։ Շատ լավ է։ Պարոն Պետրոսյան, իսկ մի փոքր խոսենք բուհի ծրագրերի մասին, այս պահին ինչ ծրագրեր է իրականացնում բուհը եւ վերջին 5-ից 10 տարիների ընթացքում ավելի շատ որ մասնագիտություններն են ընտրում երիտասարդները։ Հիմա մենք 4 մասնագիտություն ունենք՝ մարքեթինգ, կառավարում, հաշվապահություն եւ ֆինանսներ։ Տարի առ տարի իրար մեջ փոխվում է ամենամեծ, այսպես ասած, մրցույթը, մի տարի կառավարումն է, մի տարի ֆինանսներն է, բայց այս տարի մարքեթինգը զարմանալիորեն ամենամեծ մրցույթը գրանցեց, բայց բոլոր մասնագիտությունները մեր մտնում են Շիրակի մարզի top 10 մասնագիտությունների մեջ եւ արդեն 2-3 տարի շարունակ։ Տեսեք, տնտեսագիտական կրթությունը ինքը շատ հետաքրքիր է նրանով, որ դիտվում է որպես ժամանակի մասնագիտություն։ Ես դրա հետ մասնակի եմ համաձայն։ Էլի պետք է մի հատ շատ սուր կարծիք հայտնեմ։ Տեսեք, առաջիկա 3-4 տարիների ընթացքում մասնագիտություն հասկացողությունը էապես փոխվելու է։ Մասնագիտություն դիտվելու է ոչ թե մեր գիտեցած ավանդական մասնագիտությունը, մասնագիտություն դիտվելու է թե տվյալ մասնագիտական ոլորտում մարդը ինչքան կարողանա օգտագործել տեխնոլոգիաները եւ արհեստական բանականությունը։ Հենց 3 կարծացի, որ Հայաստանում արդեն ռոբոտի կողմից վիրահատություն է եղել։ Եվ անշուշտ հիմա բժշկի պրոֆեսիոնալիզմը ավելի շատ գնալու է դեպի այդ համակարգերը աշխատեցնելու, գործարկելու, ճիշտ կիրառելու եւ քան ինքը դա անելու։ Ու պայմանական եմ ասում, չնայած որ բժշկության ոլորտում մի քիչ խնդիրը ավելի սուր է, որտեղ մարդու կյանքի եւ առողջության հետ կապ ունի։ Հետո տեսեք թվայնացումը, բանկային համակարգի ավտոմատացումը, հիմա անկանխիկ հաշվարկները բերելու են նրան, որ շատ ֆինանսական գործողություններ, գործառույթներ ըստ էության դուրս են գալու մեր օրակարգից որպես մասնագիտություն։ Ֆինանսական վերլուծությունները այսօր շատ անալիտիկ արդեն արհեստական բանականության հավելվածներ կան։ Մենեջմենտը ինքը որոշակի լուրջ գործիքներ է այսօր կիրառվում ընդհանուր մինչև արհեստական բանականությամբ օգնական աշխատակից, ով կարող է նաև ուրիշներին հանձնարարական տա։ Այսինքն այս տեխնոլոգիաները մեծ կիրառություն ունի եւ մասնագիտություն հասկացողությունը այն ավանդական, որ մենք գիտենք, որ եթե մարդը դարել է, ենթադրենք կառավարիչ, ինքը ցկյանից կառավարիչ է լինելու կամ 10, 15, 20 տարի երաշխավորված ինքը այդ գործը անելու է։ Այսօր մասնագիտական երաշխիքը առաջիկա 3-4 տարիների ընթացքում լինելու է 2-3 տարի։ Այսինքն սա նշանակում է, որ դու պետք է ուսանողին այնպիսի կարողություններ տաս, որ ինքը միշտ լինի թրենդի մեջ, ինքը սովորի լինել թրենդի մեջ։ Սա ամենակարևորն է։ Երկրորդ ամենակարևոր բանը, որ մենք առաջարկելու ենք մեր ծառայությունների մեջ, դա լինելու է change mindset-ը, փոփոխության մտածողություն։ Մենք ամենադժվարը փոփոխություններին ենք գնում, մանավանդ որ շատ-շատերը իրենք իրենց կոմֆորտ տարածքը ստեղծել են, այսպես ասած, հարմարավետության կոդին կամ կոմֆորտ զոնան ստեղծել են, եւ իրենք ուզում են աշխատավարձ ստանալ առանց մեծ ջանքերի, փոփոխությունների եւ այլն, եւ իրենք դիմադրում են փոփոխությանը։ Հիմա փոփոխությանը դիմադրող աշխատակիցը գործատուի մոտ պետք է պահանջված չլինի։ Մենք հիմա ամեն ինչ անում ենք, որ մեր ուսանողների մեջ մոտ փոփոխության մտածողությունը լինի արմատական, ֆունդամենտալ եւ առօրյա։ Իրենք սկսեն այդպես մտածել։
Երկրորդը դա ստեղծարար մտածողությունն է։ Հենց մարդը դատարեց ստեղծարար լինելուց, լրիվ հույսը դրեց արհեստական բանականության գործիքների վրա եւ այլն, ինքը միանգամից դատապարտված է։ Երրորդ ամենակարևոր բանը, որ մենք սովորեցնում ենք եւ մեր օրակարգն է, որ սովորեցնում ենք 2030 շրջանավարտ կոնցեպտի շրջանակում, հիմա միջալոց մենք մեծ ծրագիր ենք նախագծել, առաջիկայում այդ մասին ավելի բարձր ամբիոններից խոսելու ենք, կոչվում է շրջանավարտ 2030, այդ մասին տարբեր գիտական զեկույցներ ենք ունեցել միջազգային տարբեր ֆորումներում եւ երրորդ ամենակարևոր հատկանիշը դա խնդիր լուծելու կամ problem solving skill-ն է, այսինքն խնդիր լուծելու կարողությունն է։ Ինչքան դու կարող ես խնդիր լուծել։ Ստանալ առաջադրանք, բարբդել, գտնել, օգտագործելով տեխնոլոգիաները, անձանց, կոմունիկացիաները, լուծել խնդիր։ Եթե չես կարող խնդիր լուծել, դու գործատուին պետք չես լինելու։ Որովհետև այն լուծումները, որ դու պետք է զուտ ասես, դա գործատուն կարող է ընդամենը իր ձայնային հաղորդագրությամբ արհեստական բանականությունը ճշտի։ Եվ նույնիսկ կարող է ավելի լավ լուծումներ ստանա, որովհետև պետք է իմպլեմենտար կամ մարդ, ով կատարողական մարդն է լինելու աշխատաշուկայում պահանջարկ ունեցողը։ Եվ նաև լինելու են այն մարդիկ պահանջված աշխատաշուկայում, ովքեր համակարգային մտածողություն ունեն։ Այդ կոչվում է system thinking։ Ինչքան դու համակարգային ես մտածում, ինչքան դու կարող ես տեսնես հաջորդաբար կրկնվող process-ներ եւ այդ process-ները ավտոմատացնես եւ գործատուին ասես, գիտես, այս process-ը, որ մենք անում ենք, սա մի enter-ի կամ մի մուտքի հնարավորություն է։ Եվ այս առումով մենք նորից հենց կենտրոնանում ենք համակարգային մտածողության։ Եվ վերջին կարևոր բանը, որ այսօր մենք փորձում ենք մեր ուսանողների մոտ զարգացնել, տեսեք, AI prompt-ը, որ կոչվում է AI ճիշտ հարցադրում, ինչպես ճիշտ հարցեր տալ արհեստական բանականությանը, սա արդեն անցած էտապ է։ Սա պետք է գիտենա յուրաքանչյուր մարդ։ Մենք ավելի առաջ ենք անցնում եւ ասում ենք, որ մեր ուսանողները պետք է իմանան AI engineering, այսինքն ինչպես կարելի է արհեստական բանականության միջոցով նախագծել եւ ստեղծել համակարգեր, որոնք կհեշտացնեն գործատուի կյանքը, որոնք կհեշտացնեն գործընթացները, կհեշտացնեն ծրագրերը, կհեշտացնեն գործողությունները, այսինքն կառավարման բոլոր մակարդակներում կհեշտացնի աշխատողի գործատուի կյանքը եւ ինքը այդտեղ ժամանակ կշահի, որը նաեւ ինքնարժեքը կնվազեցնի իր արտադրանքի եւ ինքը ավելի շատ շահույթ կունենա եւ ավելի դու պահանջված կլինես գործատուի մոտ։ Սա այդ հիմնական մեր օրակարգն է, բայց մի հատ ցավոտ հարց եմ ուզում անդրադառնամ, օգտագործելով նաեւ այս առիթը, խնդրում եմ նաեւ ովքեր որ կլսեն անպայման սա իմդի ունենան։ Սա վերաբերվում է պետական կառավարման մարմիններին, մեր սիրելի դպրոցի մեր սիրելի տնօրեններին, մեր սիրելի մանկավարժներին։ Տեսեք, մենք համալսարան, երբ որ գալիս են մեր մոտ ուսանողները, մենք մի սեմեստր իրանց կյանքը վերածում ենք շոկի։ Որովհետև մենք ասում ենք, որ արտագրել չկա, քո սեփական կարծիքը պետք է առանց վախենալու ասես, եւ մտածել կա։ Այսինքն դու պետք է մտածես, եթե դու ուզում ես տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղում կրթության մեջ առաջ գնաս, դու երկու բան պարտավոր ես անես։ A. Սովորես, գիտելիք, հմտություն, կարողություն ձեռք բերես։ B. Մտածես։ Միան սովորելը, այսպես ասած մեր բառերով զուբրիտ է, կներեն ինձ բոլոր այս բառից նեղվողները, սա շատ քիչ է։ Մեր մոտ պետք է դու նաև մտածես, այսինքն պետք է համադրես սովորածը քո սեփական կարծիքի հետ, որ դառնա կարողություն եւ հմտություն։ Նախադպրոցական տարիքից Հիմա հենց այդ մասին եմ, հենց այդ մասին գալիս եմ բուն թեմային։ Հիմա որ ուսանողները գալիս են, աշակերտները դպրոցից գալիս են մեր մոտ, դպրոցներում տեսեք, հիմնականում 3-ից 4-րդ անցողիկ դասարանում, 9-ից 10 անցողիկ դասարանում, 12-ի ավարտականը, սա լուր համաձայնությամբ երեխաները կամ աշակերտները արտագրում են։ Եվ այդ արտագրությունը ինքը մեծագույն չարիք է ոչ թե զուտ այդ process-ի առումով, այլ որ մենք
աշակերտին, Ստիպում ենք չմտածել։ 9-րդ 10-րդից հետո 3-րդից 4-րդը չեմ հաշվում, նրանք երեխա են, 9-ից 10-ը երեխա չեն, նրանք արդեն դեռահաս են։ Մեր նման պատասխանատվության զգացում ունեցող, աշխարհընկալում ունեցող, կարծիք ունեցող մարդիկ են։ Մենք այս մարդկանց հոգեբանության մեջ խեղում ենք։ Մենք իրանց թույլ տալով արտագրել, իրանց ասում ենք, գիտեք, ժողովուրդ, գողությունը նորմալ բան է, որովհետև արտագրությունը, cheating-ը, ինքը աշխարհում ընդունված է որպես խիստ բացասական երևույթ։ Հիմա մենք այս աշակերտներին, ովքեր մեր կրտսեր ընկերներն են, մենք ասում ենք ախպեր, խրախուսել է գողությունը, ինքը շուստրություն է, ինքը ճարբգություն է, ինքը ամեն ինչ է, բացի գողությունից։ Բացի ամենավատից։ Հա, բայց ինքը ոչ ճարբգություն է, ոչ շուստրություն է, ինքը գողություն է դասական, որով խեղվում է այդ երեխու հոգեբանությունը, ինքը երեխա էլ չի արդեն, այդ մարդու հոգեբանությունը, ինքը հասկանում է, որ դա կարելի է։ Սա առաջի խնդիրն է։ Եվ մինչև մենք իրենց սովորեցնում ենք, որ արտագրել մեր համալսարանում անհնար է, իհարկե, եթե բացառություններ, հիմա այնքան ճարբիկ ուսանողներ կան, որ այդ էլ չենք բացառում, բայց համակարգային մեր մոտ դա բացառվում է։ Եվ երկրորդը դպրոցում իրենք ավելի շատ կենտրոնանում են կրկնուսուցիչների մոտ աշխատանքով եւ ավելի կենտրոնանում են վարժանքի վրա եւ քան մտածելու։ Երբ որ իրենք գալիս են իրենց տրամաբանական հարցերը տալիս, իր մոտ error 404-ը։ Ինքը չի կարող մտածել, ավելին, ինքը չի կարող խոսք կառուցել։ Ասում եմ, ինչի չեք կարող, երեխեք ջան, խոսում ենք իրանց հետ, ֆոկուս խումբ ենք անում։ Ասում ենք, գիտեք, բառամթերքը քիչ է։ Դա նաև խնդիր է, որովհետև իրանք քիչ են կարդում։ Այսօր ավելի շատ մարդիկ, այո, եւ քիչ են խոսում, ավելի շատ ստատուս կարտելու կամ post անելու կամ, չգիտեմ, scroll անելու, այդ նյութը թերթելու վրա են մարդիկ ժամանակ ծախսում։ Ստացվում է, որ դպրոցից մարդը գալիս է իր հոգեբանությամբ որոշակի խեղված, այսինքն արտագրությունը համարելով ճարբգություն եւ շուստրություն եւ մտածել է իր մոտ իսպառ նվազեցրել այդ կարողությունը, ավելի շատ կենտրոնացած է վարժանքի վրա, որ գնամ քննությունը ստանամ, մի հատ դրական քննադատական փախցնեմ, գնամ ինստիտուտ ընդունվեմ, մեր տանեցիները կո են, ես կո եմ, ուսանողի կարգավիճակ ունեմ։ 15% մեր մոտ դուրս է մնում։ Պարոն Պետրոսյան, 15% առաջի կուրսից դուրս են մնում։ Դուրս է մնում, այո։ 10-ից 15% վերջի 5 տարին միայն առաջի կուրսից, որովհետև չեն կարողանում այդ ուսանողները ադապտանալ մեր պայմաններին, բայց այստեղ իրանց մեղավորությունը թերևս կարող է 5-10% լինի։ Միանշանակ։ Պարոն Պետրոսյան, տեսեք, պետական կրթական նոր չափորոշիչը ներդրվեց Հայաստանի Հանրապետության բոլոր դպրոցներում 2024 թվականից, որը ավելի շատ ենթադրում է ոչ թե գիտելիքահեն, այլ կարողանակահեն կրթություն, եւ չափորոշիչը կարտալուց այն տպավորությունն է ստացվում, որ իրապես երեխան աշակերտը դպրոցն ավարտելուց հետո արդեն նաեւ դպրոց սովորելու ընթացքում ինքը պետք է կարողանա ազատ շարադրել իր մտքերը, կարողանա տիրապետել մի շարք հմտությունների ու կարողությունների։ Ես հուսով եմ, որ առաջիկա 5-6 տարիներին մենք այդ արդյունքները կտեսնենք, բայց այստեղ նաև ունենք մեկ այլ խնդիր, ինչպես նշեցիք, որ սա իրենց մեղավորություն չէ, բայց կարծում եմ դեռևս նաև մանկավարժներն էլ պատրաստ չեն կրթական նոր համակարգին։ Այն ինչ եք կարծում այս հարցի վերաբերյալ։ Տեսեք, շատ կարևոր հարց եք էլի արձարծում, ուրեմն ես պետք է խնդրեմ բոլորին դպրոցի բոլոր տնօրեններին, քննություն վերահսկող եւ անցկացնող բոլոր մանկավարժներին, սիրելի տնօրեններ, սիրելի մանկավարժներ, պետական, տեղական կառավարման բոլոր դերակատարներ, միք թողեք դպրոցներում արտագրեն։ Հենց որ չարտագրեն, կսկսեն իրենց վրա աշխատել։ Եվ խթանեք եւ խրախուսեք աշակերտի սեփական կարծիք ունենալու եւ սեփական կարծիքը արտահայտելու հնարավորությունները, շատ հնարավորություններ տվեք այդ առումով։ Իսկ ինչ վերաբերվում է ձեր հարցին, տեսեք, մեր մանկավարժների ստվար զանգվածը այո պատրաստ չէ փոփոխությանը։ Ես հենց այդ մասին եմ ասում, որ փոփոխության մտածողությունը դա ժամանակի կարողություն է։ Եվ դժբախտաբար մեր մանկավարժների մեծ մասը ժամանակակից կրթության պահանջներին պատրաստ չեն։ Ոչ միայն պատրաստ չեն, տեղյակ չեն։ Այսինքն շատ հանդիպումներ ենք մենք ունենում մեր սիրելի մանկավարժների հետ, շատերի մոտ շոկ է եւ դիմադրություն։ Ես դա նկատում եմ ամենօրյա հանդիպմանը։
մենք Շիրակի մարզպետի պարոն Արուշանյանի հետ համագործակցությամբ ինքը շատ ողջավորությամբ ընդունեց այդ ամբողջը եւ իր խորհրդականի Վանոյի հետ մենք Մարտիրոսյան կազմակերպեցինք դպրոցի տնօրենների վերապատրաստման ծրագիր եւ արդեն մեկը անցկացրել ենք ու դա շարունակական է լինելու մենք մի ամբողջ օր մեր կրթության չափանիշով մենք ունենք մեր կողմից մշակված 7 M-երի մոդելը մշակույթ, միջոցներ, միջավայր, մարտիկ, միջազգային ինտեգրացիա, այսինքն այդ կոմպոնենտներն են, որով ամբողջանում է կրթությունը։ Մենք տնօրենների հետ աշխատաժողով անցկացրեցինք, մեկ-օրյա աշխատաժողով եւ ցույց տվեցինք այն տեխնոլոգիաները, այն մեթոդաբանությունը, այն միջավայրը, այն գործիքակազմը, որով իրենք կարողանան աշակերտների մոտ այդ ներգրավված կրթությունը ապահովել եւ ասեմ ցես իրենց կողմից շատ մեծ ողջավորությամբ ընդունվեց բայց ես ցես հավատացնում եմ իրենք իմիջայլոց բավականին այն սերուցկային դպրոցի տնօրեններն են բայց ես կարծում եմ որ հենց այս մոտեցումը պետք է եթե դու ուզում ես չափանիշ փոխես դպրոցում դու պետք է առաջինը մարդն ու մասնագետը պատրաստես այսինքն եթե քո թիմը A level-ի է բայց դու ասում ես ես կրթությունը ուզում եմ Z level-ում կառուցել դա անհնար է դա ինքնախապեյության պարզ ձև է լինելու որովհետեւ շատ կարեւոր է որ այդ շարունակական վերապատրաստումները եւ գիտեք շատ մանկավարժներ իրենք որ գնում են վերապատրաստման իրենք այդ անում են այսպես ասած գալչքի համար զուտ որ մենք անցանք եւ այլն իհարկե շատերը լուրջ պատասխանատվությամբ են վերաբերվում բայց նույն այսօրվա ատեստավորումը տեսեք ատեստավորումը վերաբերում է միայն մասնագիտականին հմտություններին եւ կարողություններին թե դասատուն ինչքան կարող է հմտություն եւ կարողություն ստեղծի աշակերտի մոտ դասատուն ինչ գործիքներ է օգտագործում այսօր դասատուները հանձնարարականը տալիս են ուսանող աշակերտները բոլորը արհեստական բանականության բանում տանում տալիս են հիմա այդ դասատուն չգիտի որ արհեստական բանականությունը այդ աշխատանքը արել է ինքը չի կարա չէ արդեն օբյեկտիվ գնահատի իսկ եթե օբյեկտիվ գնահատում չեղավ միջավայրում դա մոտիվացիա է անգում է եթե լավ սովորող ուսանողը տեսա որ իր կողքի թույլ ուսանողը օգտագործելով տեխնոլոգիաներ առաջի դրանքը կատարեց ստացավ պայմանական 10 ինքը ինքնուրույն կատարեց ստացավ 9 պարզ է որ ինքը պետք է ասի ինչի՞ս է պետք բարդ ճանապարհը գնամ ինչպես բոլորը եւ եթե նույն մանկավարժները այդ ամբողջը չունեն կամ եթե դպրոցները օրինակ չունեն արհեստական բանականություն ստուգող ծրագրեր որով բացահայտվում է թե այդ տվյալ բովանդակությունը նյութը գեներացվել է աշակերտի կողմից թե ԱԲ-ի կողմից այսինքն այս համակարգերի ներդրումը շատ կարևոր է եւ օրինակ դա է պատճառը որ մենք հունվարից պատրաստում ենք բոլոր դասախոսներին խնդրել հորդորել որ իրենց անհատական առաջադրանքները տան կոնկրետ օրինակների վրա որ ուսանողը ոչ թե ընդամենը ԱԲ հարցում անի եւ փորձի այդ առաջադրանքը տա այլ ինքը սկսի մտածել եւ այդ գործը ինքը անի այն օրը կակրած էլի բան խոսում ենք մեր ֆոկուս խումբեր այդ տարբեր կուրսերից լավ ուսանողների հետ քննարկում ենք կրթական այդ ամեն ինչը ասում են պարոն Պետրոսյան ասում են քանի որ մենք ԱԲ-ն օգտագործում ենք եւ մեր ժամանակը շատ սուղ է երբեմն առաջադրանքներն անում ենք առանց խորամուխ լինելու այդ հասկացողությունների եւ բովանդակության մեջ եւ երբ որ ասում եք գալիս ենք ներկայացնում ենք ամբիոնից այո մեր ասում է սահիգները կա պրեզենտացիան կա սլայդերը եւ ասում եմ մենք դրանից օգտվում ենք ձեզ նորմալ պատասխանում ենք բայց որ ես իրանց ասում եմ մի րոպե դա առնում են էսկոմ հարց եմ տալիս վերջ եկեք տեսա լռեց ասում է եւ իսկ երբ ասում է դուք հարց եք տալիս մենք այդ ժամանակ պետք է ստիպված մտածենք եւ այդ ժամանակ ասում է քանի որ խորամուխ չենք եղել նյութի մեջ մենք չենք կարող այդ բարդ հարցերին կամ նույնիսկ պարզ հարցերին պատասխանել ուրեմն կրթության կազմակերպիչները ամեն ինչ պետք է անեն որ ուսանողին ոչ թե տանեն վարժանքի միջավայր
ուսանողին տանեն ստեղծարարության եւ ստեղծագործության միջավայր։ Պարոն Պետրոսյան, ցավոք, քանի որ մեր եթերը արդեն սպառվում է, պետք է տամ ձեզ վերջին հարցայի, ինչ կասեք դուք ուսանողների վերաբերյալ, որը պետք է լինի իրենց կրթական մոտիվացիան։ Հիմա մեծ բանավեճ է մոտիվացիա թե դիսցիպլինա։ Ես ավելի դիսցիպլինայի կողմնակից եմ, որովհետև դիսցիպլինայով Չինաստանը այսօր դարձել է աշխարհի գերհզոր երկրներից մեկը։ Ես կարծում եմ, որ ուսանողը չպետք է մուրա, կներեք այս բառի համար, սիրելի ուսանողներ, մոտիվացիա ոչ մեկից։ Մենք դասախոսներս ավելի քիչ մոտիվացիա ունենք իր կրթության մեջ, քան ինքը հենց ուսանողը։ Եվ ինքը պետք է հացնի գիտակցական այն մագարտակի, որ իրեն այնքան դիսցիպլինար, կարգապահական, MBC մագարտակի բերի կամային եւ մտքային, որ ինքը լինի իր մոտիվացնողը։ Դա կոչվում է ինքնամոտիվացիա։ Մոտիվացիայի լավագույն ձևը, սիրելի ուսանողներ, խնդրում եմ ձեզ, ինքնամոտիվացրեք ձեզ։ Ձեր այդ վախերը, տագնապները, անհանգստությունները, չեմ կարողները բոլորը կողքի դրեք, դուք այնքան հզոր եք ձեր կամքի ուժով, օգտագործեք կամքի ուժը, ինքնամոտիվացրեք եւ պահանջեք մեզնից, դասախոսներից, կրթության կազմակերպիչներից, որ իրենք ձեզ ապահովեն որակյալ կրթություն, այլ ոչ թե փորձել չագերտներով աղերսել մեզանից մոտիվացիա։ Այո, մեր պարտականությունն է ձեզ մոտիվացնել, բայց կրկնակի ձեր պարտականությունն է ինքնամոտիվացվել եւ մեզանից պահանջել լավագույն կրթություն։ Պարոն Պետրոսյան, շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար։ Ես եմ շնորհակալ։